Ես շատ ուժեղ ձեռքեր ունեմ, որովհետև մի ձեռքս իմ 5 բալիկներն են, իսկ մյուս թևս իմ ամուսինն է, իմ ընտանիքն է։ Հենց ընտանեկան միասնությունը թևութիկունք եղավ երիտասարդ բազմազավակ կնոջը, որ տատիկից ու հորաքրոջից սովորած, դպրոցական տարիների սիրելի մակրամեն վերադառնան տան ամենանկյուն լցնի կախոցներով ու տարատեսակ ծածկոցներով։ Տարիներ հետո դարձնի նաև փոքրիկ բիզնես ամուսնու հետ կիսելու մեծ ընտանիքի հոգսը։ Երբ որ կա սեր, երբ որ կա ձգտում, ինչ որ ավելի հետաքրքիր ու գեղեցիկ բան ստեղծելը, մարդ միևնույն է կարողանում է գտնել ուղիներ ու շարունակել եւ սիրած գործով զբաղվել եւ բալիկների խնամքով եւ համատեղել ընտանիքը, գործունեությունը։ Արաբական երկրներում ծագած 13-րդ դարում իսպանացիների, ապա ֆրանսիացիների, իտալացիների միջոցով տարածված մակրամեն հնում արիստոկրատների զբաղմունքն է եղել։ Թելերի հիմքով այս հանգուցային գործվածքը կրկին նորաձև դարձավ 1970-ականներին որպես բոհեմյան դեկորատիվ արվեստ։ Այսօր Սոֆիան պահպանելով բամբակյա կամ ջուտի թելով գործելու տեխնիկան նաև հայկական մոտիվներ է մտցրել։ Փորձում եմ ազգային դետալներ եւ ազգային դետալներին համապատասխան ազգային գույներ ներառել, նաև բոհո այդ տարբերակը, այդ ստիլը թողել, պահպանել հագուստների մեջ։ Հագուստի վրա մակրամեն վերջին տարիների նորաձևության թրենդներից է։ Այս բարդ ու գունավոր հյուսվածքները նրբաճաշակ ու վինտաժային տեսք են տալիս թիկնոցներին ու բաճկոններին։ Այն լայն տարածում ունի նաև հարսանեկան սրահների ու բացօթյա սրճարանների զարդարանքներում։ Շատ հաճախ երբ որ ինչ-որ բան գնում են ինձանից, անգամ ինչ չճանաչելով, հետո այդ պատասխանի մեջ երբ որ գրում են, որ շատ մեծ ջերմություն ենք զգում, ես իսկապես դրանից էլ ավելի եմ ջերմանում, էլ ավելի եմ ոգևորվում, նոր մտքերը գալիս են անմիջապես, որ այսինքն հենց այնպես չի այդ հոգին դրված այդ աշխատանքի մեջ, աշխատում եմ հիմնականում լավ տրամադրությամբ ամեն ինչ ստեղծել, որտեղ կապերը, թելերը էներգետիկան փոխանցում են ու երբ որ լավ տրամադրությունը տալիս ես, այդ լավը ստանում ես, արդեն մեկը մյուսով տարածում ես։ Հաճախորդներից ստացած սերը սրտում ասում է ամեն մի փոքր բարիք ունի ուժ վերադառնալու եւ տարածվելու աշխարհում, իսկ մարդու եւ բնության սերը համատեղել այս տուփերն է ստեղծել։ Սա մեր բարության տուփն է եւ բարության տուփի մեջ կա դաշտերից, մայր հողից պոկված ծաղիկները, դարչինով կախազարդը, բարությունն անպայման վերադառնալու է գրությունը, բաժակի տաղդիր, մոմերը ևս ով պատրաստում։ Մոմերը ընկերուհիս է պատրաստում։ Հասկանալի է սա։ Սա զարդերի համար նախատեսված, որ կարող են այս ուղղակի մեջը ինչա պարունակում տուփը, տուփի պարունակությունն է, սրա մեջ էլ կարող են մատանիներ դնել, ականջողեր, այսպես։ Հատուկ մանկավարժի մասնագիտությունից դպրոցական տարիների հոբիին անցած Սոֆիան այսօր արդեն վստահաբար ասում է, թելերը ձեռքով գործելու կարողությունն իրեն հենց այնպես չի տրված։ Բնակարանային խնդիր մեր մոտ առաջացավ եւ այդ խնդիրը հարցը լուծելու համար ամուսնուս առաջարկեցի, որ մեր աշխատանքների միջոցով կարողանանք այդ հարցը լուծել եւ բարության տուփ ստեղծեցինք, որի վաճառքը, եթե 5000 հատ վաճառենք 5000 դրամով, այդ դեպքում կկարողանանք այդ առաջացած խնդիրին լուծում տալ, բայց դեռևս մենք կարողացանք 1000-ը վաճառել ու խնդիրը, այսպես ասած, դեռ լուծված չի։ 5 երեխաների մայրն իր փորձից է ասում, եթե ունեք նպատակ, համախմբեք ընտանիքին դրա շուրջ ու համառորեն առաջ գնացեք։ Երբ որ դու ինչ-որ բան ստեղծում ես, ու ինչ-որ բանի մեջ հոգի ես դնում, ու ամեն ինչը սիրով ես անում, ու չես նայում զուտ որպես բիզնես, այդ դեպքում դու կկարողանաս հաջողել, կկարողանաս իրականացնել անիրականալի ինչ-որ մտքերը, որոնք իմ պարագայում բազմիցս եղել են, որ ինչ-որ բան մտածել եմ կանեմ ու թվացել է, թե ոնց պիտի անեմ, բայց ելքերը գտել եմ։ Ծաղկանուշ Միրզոյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։